24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Խոսենք երկրում ստեղծված, այսպես լարված մթնոլորտի մասին, ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, իհարկե իշխանությունը իր բացատրությունն ունի, որ օրինականություն է ուզում հաստատել, ինչ որ հանցագործություններ է բացահայտում, դուք ինչ գնահատական կտաք, այսօր բավականին լարված էր Գյումրու համայնքապետարանը, մեծ թվով քաղաքացիներ, ավելի մեծ թվով ոստիկանական ուժեր, բերման ենթարկվեց քաղաքապետը, նրա հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ, ձեր գնահատականը։ Երկրում իրավիճակը ոչ թե օր-օրի, այլ ժամ առ ժամ է դառնում պայթյունավտակ։ Մենք տեսնում ենք անվերջ իրար հաջորդող բռնի գործողությունները։ Ես չգիտեմ որքանով է ապացուցված, որքանով է իրական այդ կաշառք պահանջել եւ ստանալը, բայց մի բան օրինաչափ է, ընդդիմությունից ընտրված քաղաքապետերը, Անոձորում Մամիկոն Ասլանյանը, Գյումրիում Վարդան Ղուկասյանը ձերբակալվեցին, սպանվեց, որ մինչև օրս Փարաքարի համայնքապետը, որ դեռ ամբողջովին բացահայտված չէ, ինչ-ինչ պատճառներով սրբազաններն են կալանավորված, արդեն հերթական սրբազանը մենք ստիպված ենք այդպես արդեն ասել, երրորդ սրբազանը։ Ուղղակի այս ամենը պայթյունավտանգ է դարձնում իրավիճակը, տանում է, չգիտեմ, մեծ ցնցման, մեծ պայթյունի, սարսափելի է, ահավոր վիճակ է, եւ շտապ եմ ասել, դեռ ավելի ահավոր լինելու է առջևում։ Ընտրություններից առաջ։ Հա, մենք գիտեք, այսի վիճակում ենք, որ ուղղակի իմաստով կեղտի մեջ ենք, ճահճի մեջ ենք։ Այդ ճահճի գարշանքը լցվում է մեր բերաններից ներս։ Այդ աստիճան, ուղղակի երևի մեջն ենք այդքան չեն տեսնում։ Անկամ իշխանափոխությունից հետո ահավոր վիճակը դեռ ինչ-որ չափով շարունակվել է երկար, ուզում ասեմ, այնպես ենք ջախջախված, այնպիսի իրավիճակում ենք մենք գտնվում, որ մեզ նույնիսկ իշխանափոխությունն էլ այդպես չի կարող փրկել, այդքան է 7 տարում մենք խրվեցինք այդ ճահճը։ Եկեղեցու դեմ տարվող գործողությունները դուք ինչ բնութագրում կտաք, առհասարակ ինչի մասին է խոսում այս ամենը, որովհետև Փաշինյանը փորձում է համոզել, որ այս ամենը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի, մասնավորապես խնդիրը կաթողիկոսն է, եթե խնդիրը կաթողիկոսն է, այդ դեպքում ինչու են սրբազանը կալանավորվում, ինչու են հոգևորականներին բերման ենթարկում, խուզարկում նրանց բնակարանները եւ բավականին կոպիտ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորում շատերի նկատմամբ եւ դա ցուցադրաբար նաեւ հանրությանը ներկայացվում, այսպես նաև հավատի, վստահության, այսպես խնդիր ստեղծելու հանրության եւ հոգեվորականների միջև։ Ուրեմն միանշանակ մեր եկեղեցու, մեր հավատի, մեր կրոնի դեմ արշավ ողորց։ Ուղղակի թիրախներ են ընտրված, այսպես ծխածածկույց չղարշ կաթողիկոսը եւ սրբազանները։ Կարողացավ բաժանել հոգևոր համայնքը, հոգևոր դասը պառակտել։ Մենք տեսնում ենք երկու կողմ է, կան։ Բայց արդյոք կարողացել է։ Դե կան արդեն մի երկու անհատի մասին է։ Եվ հնարավոր է դրանք ավելի մեծանան, ավելի շատանան, նա կարողացավ, ինչպես հասարակությանը պառակտեց հեղափոխականների, հակահեղափոխականների, սպիտակների եւ սևերի, ներկաների ու նախկինների, այնպես էլ հոգևոր դասն է փորձում անել եւ առայժմ կարողանում է մեկ առ մեկ բերել։ Ուրեմն նայենք մենք վերջին ձերբակալությունը, վերջին արշավը ինչից առաջ սկսվեց։ Կարծեմ 8-9 օր առաջ կաթողիկոսը վեհարանում ընդունեց Արցախի նախկին ղեկավարներին, խորհրդներին եւ այլն։ Մի խոսքով Արցախով մտահոգ գործիչների, Արցախի ճակատագրով մտահոգ գործիչների ընդունեց, որից 2 օր հետո, այսինքն անցյալ այսօրը 7 օր առաջ, երկուշաբթի օրը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ
Փաշազադեն կրկին այսպես ասած փնովեց, այպանեց կամ աներգանչությունին գամեց մեղադրեց իբրև թե եկեղեցին չի տալիս որ խաղաղություն լինի եւ այլն։ Այո, որովհետեւ հանդիպել է Արցախի ճակատագրով մտահոգ գործիչների, որից 2 օր հետո Չորեքշաբթի օրը կալանավորվեց հերթական սրբազանը եւ էլի հոգեվորականներ, այսինքն այդ արշավը սկսվեց։ Հիմա անverջ լրագրողները երբ հարցնում են, ախր անմիջապես հաջորդում է, նույնիսկ չես թողում օրեր անցնեն 1-2 օրվա ընթացքում Ալիևի կամ Փաշազադեի հայտարարությունից հետո, Արթուրն ասում է ոչ, զուգադիպություն է։ Լսիր, մեկը զուգադիպություն, 2-ը, 3-ը, 10-ը, անverջ 7 տարի զուգադիպությունը, գոնե պատերազմից հետո 5 տարի է, մենք տեսնում ենք, հրամայում է, հրահանգում է Բաքուն, պաշտոնական Բաքուն, պաշտոնական Երևանին։ Ինչ խոսք բերաններից դուրս է գալիս, այստեղ իրականացվում է։ Կարծիք կա, որ Ալիևը Հանձին Նիկոլ Փաշինյանի ոսկե ձկնիկ է բռնել։ Ինչ ասում է, կատարում է։ Սա է, ինչու է այդպես, որովհետև մեր թշնամիները դարեր շարունակ միշտ վախեցել են, զգուշացել են հայ առաքելական եկեղեցուց։ Այն հզոր կառույցը, որ միշտ դիմակայելու, պահել, պահպանել է մեզ, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ մեր թշնամին առաջինը հենց վախեցել է մեր եկեղեցուց։ Բայց միշտ ունեցել են որոշակի հարգանք եւ պատկառանք նաեւ։ Չեն պղծել, չեն վեհարանը այսպես ասած ավերել, որը հնարավոր է շուտով մեր ձեռքով պատմության մեջ առաջին անգամ պղծվի հայոց վեհարանը։ Սա է որ ուզում են կաթողիկոսին հեռացնեն եւ հետո ինչ է։ Որովհետեւ քայլերը դրան են տանում, ինչ որ հիմա քրեական գործ են փորձում հարուցել կաթողիկոսի վրա, թե կաթողիկոսի չի, այլ երևույթի գործի վրա է, ինչ որ երևույթի, բայց այդ երևույթի կրողը կաթողիկոսն է, այսինքն շատ բարձ ընտրված է թիրախը կաթողիկոսը։ Սա է եւ այսօր համաշխարհային կառույց, որ հայերն ունեն, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Մենք չունենք մեկ այլ այդպես համաշխարհային կուռ կառույց, ինչպիսին այսօր մեր եկեղեցին է։ Եվ սա է որ պետք է թշնամուն խարխլել, քանդել, ոչնչացնել։ Նաեւ տանել դավանափոխության։ Հիմա առաքելական չեն լինի, այլ կլինեն քրիստոնեական այլ ուղղությունների կպատկանեն աղանդների կամ ընդհանրապես կընդունեն մուսուլմանություն եւ այլն։ Սա հստակ կարևոր, ինչպես ասում են, ողնաշարն է, մեր ողն ուղեղն է, որ թշնամին այսօր ներսում իշխող ղեկավարների, քաղաքացիական պայմանագրի միջոցով, Նիկոլ Փաշինյանի միջոցով փորձում է ոչնչացնել, խեղել։ Բնականաբար ինքը բացայտ չի ասելու։ Բնականաբար ինքը չէր ասելու 20 թվականին այս ամենը տարվում է, որպեսզի Արցախը հանձնեն, պատճառ ալիբի ունենան, այդ պատերազմը ամեն ինչը նախաձեռնել չգիտեմ ինչ։ Ինքը այդպես ճակատային չի ասում, բայց անմիջապես գործողություններից մենք տեսնում հասկանում ենք։ Իրենք ասում են, որ հոգեվորականները քաղաքական գործունեություն են ծավալում, հանրահավաքների են պարտադրում։ Լավ են անում ու ճիշտ են անում։ Հոգեվորականները։ Ախ, այդքան ինչու են ասում քաղաքականությամբ չպետք է։ Երկիրը ճակատագրական վիճակում է։ Երկիրը նրանք հոգեվորականները նաև այս երկրի քաղաքացիներն են։ Իրավունք ունեն եւ մասնակցելու միտինգներին եւ ամեն ինչին, բոլոր process-ներին, ինչպես միշտ դարեր շարունակ եղել է։ Մասնակցություններ էին մասնակցում, այդ ժամանակ փաստորեն լավ էր որ մասնակցում էին։ Եկեղեցին չի խոսում, չի բարձրաձայնում, ասում են ուր են, ինչու չեն խոսում, չեն բարձր։ Խոսում բարձրաձայնում է։ Այդ մարդիկ հոգեվորականները բացառապես խոսում են սրտացավ մտահոգ կերպով մեր ճակատագրի, մեր երկրի Արցախի կորստյան եւ այլնի մասին եւ ինչու չպետք է մասնակցեն, ինչու չպետք է հանրահավաքին լինեն։ Եթե չեն, ուրեմն շատ վատն են։ Ուրեմն ինձ պետք չէ այդպիսի հոգեվորական, ինձ պետք չէ այդպիսի, այսինքն ոչ թե պետք չի, եկեղեցին
դարձած կլիներ ինչ որ ամորֆ ոչ շոշափելի գոյություն, ինչին ուզում են տանեն։ Այո, պետք են եւ պարտավոր են։ Եթե Վազգեն առաջինը կարող էր մասնակցել, գնալ, հասնել Մոսկվա, հացադուլից հանել կամ չգիտեմ ինչ անել, ելույթ ունենալ, գար, օրհնել, չգիտեմ եւ այլն, դա կարելի էր, ասենք Գարեգին երկրորդին չի կարելի, կամ մյուսին ով է հիմար բաներ են ասում։ Պարտավոր է եւ պետք է անի։ Եվ ամեն հայ քաղաքացի, լինի մտավորական, բանվոր, ով ուզում է լինի, կամ արվեստագետ, չգիտեմ, մտավորականներ, որպեսզի հոգեվորականները մասնակցեն հանրահավաքների։ Հա, կամ որոշ մտավորականներ ասում են, բայ մենք մեր գործ ենք անում, գործ չունենք, ոնց է մեր գործ ենք։ Հասկացանք քո գործը, շատ լավ է որ անում ես, բայց երկիրը տարբերվում է։ Դու չունես ասելիք, չունես քաղաքացիական դիրքորոշում, չունես որոշակի կեցվածք։ Նույնն էլ հոգևորականը պետք է լինի։ Այդ ինչու՞ ավարերից միջև Սարդարապատ մասնակից են եղել հոգևորականները։ Սարդարապատում սուրը ձեռքին կռվել են, պարկել են նահանջող զինվորների առաջ, որպեսզի դիմակայեն թշնամուն։ Դա եղել է Սարդարապատում, շատ հեռավոր պատմություն չի, փաստագրություն ամեն ինչ կա։ Դա կարելի էր, դա ողջունել էր, լավ էր։ Իսկ հիմա որ ասում են Արցախահայությունը իր արդար իրավունքն ունի Արցախ վերադառնալու, Արցախում ավերվում են հուշարձանները, Արցախում կործանվում է մեր մշակույթը, հոգևոր մշակույթը եւ քարեղեն ֆիզիկա շոշափելի մշակույթ, դրա այդ դեպքում արդեն դառնում են պարսավելի, որովհետեւ այս իշխանությունների սրտով չի, սրտով չի, թող այլ օրգանով մտածեն, իրենք կարծեմ սիրտ էլ չունեն, որ մտածեն սրտով։ Փաշինյանը գնացել էր Վատիկան, մասնակցում էր Իգնատիոս Մալոյանի սրբադասման անարողությանը, հակադրություն չկա այս ամեն ինչի մեջ։ Իգնատիոսը ինչպես մեր կաթողիկ եկեղեցու հոգևոր հայրերից եղել, ցեղասպանության նահատակներից, ինչպես մեր առաքելական Սուրբ եկեղեցին տասնյակներ, հարյուրավորներ, հազարներով ունեցել այդպիսի նահատակներ, ես բնականաբար իմ խոնարհումն ունեմ Իգնատիոսի նկատմամբ եւ շատ լավ եմ զգում ինձ, որ սրբադասում են եւ պետք է էլի սրբադասվեն, իհարկե մեր եկեղեցին միլիոն կեզողերին է սրբադասել 100-ամյակի առիթով։ Հակասությունը հա գնացել ախ չգիտեմ։ Այսինքն մի կողմից գնում է Վատիկան, ծիծաղելի էր գնալը, հա։ Արարողությանը, մյուս կողմից եկեղեցու դեմ գործողություններ Հայաստանում, իրավապահ համակարգը։ Դա այդ ամբողջը Արագածոտնի թեմում ծիծաղելի է ու տհաճ։ Նույն ծիծաղելի էլ չի, ուղղակի տհաճ է։ Չի գալի դու ուր ես գնում, ինչի ես մասնակցում, այստեղ ինչ ես անում։ Մի հատ նայիր, հասկացիր, Ախի վերջում մենք պիտի հաշիվ պահանջենք, ազգովի հաշիվ պահանջենք, գիտեք, ինչ պարագաներում դեպքերում, եթե մենք որոշակի լռել ենք, երբ կպել են մեր հավատին, մեր եկեղեցուն, մեր ինքնությանը, մենք չենք լռել։ Ուրեմն ես հիշեցնեմ, որ մեր էպոսը համարվում է, Աբեղյանը համարվում է կրոնավեպ։ Ասում եմ, էպոսում չկա մի մեծ գործարք, որն առանց Աստծո մասնակցությամբ կատարվի։ Անվերջ հավատը կրոնը Աստված է առաջ մղված մեր էպոսում, այսինքն դա մեր ոգին է, ոգեղեն այդ կերտվածն է, հավատ, Աստված, մեր ուժը եւ այլն։ Երբ հիմա մենք, չգիտեմ, ես չի ասի լուրենք, բայց որոշակի այսպես նաեւ դիտորդի դերում ենք, մեր սրբազաններին են ձերբակալում եւ եկեղեցու դեմ այդ արշավը։ Սա է շատ մտահոգողը, ոչ միայն ինձ, այլ բոլորիս պետք է լինի, որովհետև ասում եմ, այն կետն է, որին կպել են եւ ժողովրդի չի ներել, ասենք, վկա
ավարայրը, ոչ միայն ավարայրը։ Միգուցե կարողանում են համոզել, որ այս ամեն ինչը ոչ թե եկեղեցու դեմ, այլ կաթողիկոսի դեմ, համոզում են, որ ինչ-որ գործարքների մեջ է եղել կաթողիկոսը, ինչ-որ քաղաքական գործունեություն է ծավալել, այս ամեն ինչը Փաշինյանի կողմից ներկայացվող եւ իրավապահ համակարգի կողմից ներկայացվող լուսանկարներ եւ այլն ազդեցություն թողնում են կարծում եք Ուրեմն նախ զգալի մասը այդ ամեն ինչի հավատում։ Գուցե լինեն որոշներ ոչ թե հավատան, այլ չգիտեմ, ասեն անորոշ վիճակում լինեն, ինչ որտեղ ազդում է քարոզչությունը եւ այլն։ Հիմա մենք եթե նայում ենք կաթոլիկ եկեղեցին, Հռոմը, Վատիկանը, ինչ ճանապարհներ է անցել, ինչ կա Սրբազան ավազակավորչ գիրք եւ այլն, ինչերի միջով է անցել։ Հիմա ինչ այնտեղ գնան եւ հարձակվեն հենց հիմա Վատիկանի վրա, ասեն, բա այստեղ Հռոմի Պապը ոտքը սխալ դրեց կամ նվեր ստացավ կամ նվեր տվեց, չգիտեմ, ախր չի կարելի, աշխարհում ոչ տեղ այդպիսի բան չեն անում, նախ կա աշխարհում ընդունված է խղճի եւ դավանանքի ազատություն։ Այսօր մեր իշխանությունը հարձակվել է կրոնական ուղղության, ամենամեծ ուղղության, եթե այդպես մենք նայենք, կրոնական ուղղության վրա։ Եվ դա դատապարտելի է ամբողջ աշխարհում։ Լինեն մուսուլման, լինեն բուդդիստ, լինեն քրիստոնյա։ Բայց մենք տեսնում ենք առանձնապես դատապարտում էլ չի լինում մեծ։ Դա օրենքները կան, ուզում եմ ասել, աշխարհը թքած ունի, ինչ ուզում ես արա։ Հիմա 3-4 առաջ օրը գնացին, նստեցին Ամերիկայի նախագահներ, խաղաղության, չգիտեմ ինչ ստորագրեցին Գազայի հետ կապված, երեք նորից ռմբակոծեցին։ Այսինքն, այս ամբողջը ֆարս է, ոնը դու քեզ պետք է կարողանաս բայել, բայց կան օրենքներ, ընդունված միջազգային, որոնք դատապարտում են խղճի եւ դավանանքի դեմ արշավը։ Եթե մենք այսօր փորձեինք, ասենք, Եհովայի վկաների կամ որևէ մի աղանդի ներկայացուցի դեմ արշավ, ոչ այնքան պետականորեն, որքան ասենք, անգամ պետականորեն էլ չէ այդպես, մասնավոր կերպով, բոլոր դեսպանատները եւ այլն կդատապարտեին։ Բայց որ պետականորեն արշավ է սկսվել մեր 1724-ամյա հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, որ համաշխարհային այսպես կառույց է, ցանց է հոգևոր, ոչ ոք ձայն չի անում, ԱՄՆ դեսպանատոն, մյուսը համարում են ներքին հարց։ Չէ, իրենց ձեռ է տալիս Փաշինյանը հիմա, Թրամփի ուղի է ստորագրում, չգիտեմ ինչ, հիմա եթե ինչպես Սպարտակի ապստամբներն էին խաչում, հրապարակում խաչերի վրա հանել, ոչ ոք ձայն չի հանելու։ Ասենք, ինչպես Ալիևն է, չգիտեմ, ինչ լքրության ցինիզմի գնում, Եվրոպան ձայն չանում, որտեղ նավթոգազում ասում են հուսալի գործընկերն, ասենք, կարմիր խաչը, որ աշխարհում չեն, Ադրբեջանում փակվել է։ Սա է ամբողջ աշխարհը նայում է դու ով ես, ինչ է, իր շահն է հետապնդում։ Այ եթե շահը չհամընկներ, չգիտեմ ինչեր կաներ։ Կարող է այստեղ իշխանություն փոխվի, որ Եվրոպային եւ ԱՄՆ-ին, ասենք, դուր չգա, ամեն վարքյան քարկոծելու են, ինչպես ասենք նախկինում եւ այլ քարկոծում են։ Սա է։ Այդ աշխարհն էլ է սուտ, օրենքները գրել է, բայց օրենքների կիրառողը չէ եւ այլ եւ այլ։ Իսկ այս պարագայում, եթե այդպիսի լոյալություն է բոլորի կողմից, ժողովուրդը ինչ որ բան կարող է փոխել, կարծում եք։ Ժողովուրդը Թե ամեն դեպքում ընտրություններով իսկապես ժողովուրդը կարող է իր դիրքորոշումը արտահայտել։ Հա, պետք է բնականաբար ընտրություններով արտահայտել, կարող է ընդվզել, կարող է, չգիտեմ, անհամաձայնության ակցիաներ անել մեծ մասշտաբային, ասենք ինչպես 2018 թվականին եղավ, կարող է նույնը հիմա կրկնվել, ինչը 2018-ին լավ էր օրինական էր, հիմա վատ է եւ անօրինակ։ Տարբեր դրսևորումներ կարող են ունենալ։ Բայց ելի եմ կրկնում, անգամ ընտրություններից հետո իշխանություն փոխվելուց հետո մեր ընդհանուր վիճակը այնքան ենք մենք խփվել հատակին, հատակը
այսպես ասած փլուզվել է եւ հատակից էլ ներքև ենք մենք այսօր ընկած, որ շատ դժվար է լինելու նորից մենք մեր այսպես ասած կարողանանք այդ փշուրներից puzzle հավաքել մեր երկրի։ Ի վերջո միջանցքը տրված է Թրամփի ուղի անվան տակ, չգիտեմ ինչը, Արցախը հայաթափված է, Արցախը ճանաչված է Ադրբեջանի կազմում, 250 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքներից է Ադրբեջանի։ Դե արի ու այդ ամեն ինչը հետ կարողացիր լուծում գտնել։ Ուզում եմ ասել, իշխանություն փոխվելուց հետո էլ մեր վիճակը միանգամից չի պայծառանալու, բայց գոնե ավելի զիջումների, ավելի մեծ կորուստների կարող ենք չգնալ։ 21 թվականից հետո մի հատ հաշվեք, այս 4-4.5 տարում մենք ինչքան կորուստներ ու ինչ սարսափելի վիճակում հայտնվեցինք, երբ ասում էին, որ սա է 21 թվականին, եթե սա վերարտադրվեց, սա է լինելու ու մենք մեր ձեռքով քվետալով բերեցինք եւ այս ամենին մեր աջակցությամբ չէ որ Նիկոլն ասում է համաձայն չեք հեղափոխությունները իհարկե դա էլ են չի որ համաձայն չեք հեղափոխությունները Մեստով քաղաքացիներ դուրս եկան որից տպավորվել էր նաեւ Փաշինյանը Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ անցած եւ անալ եւ երկու առաջ էր այսինքն այլ իշխանության հանրահավաքնել ասենք իմ ձևով շարժման հանրահավաքներ բազմամարդեր Բայց այս կալանավորումները արդյոք հնարավորություններ տալիս են ընդդիմությանը լիարժեք գործելու թե ամեն դեպքում նաև ազդում է նրանց վրա եւ դուք էլ ասացիք որ առաջիկայում ավելի այսպես շատ գործողություններ են սպասվում նկատի ունեք երևի կալանավորումներ Հիմա ես չգիտեմ ինչ պետք է անի ընդդիմությունը կամ ով գա ինչ գա որ ժողովրդի վստահությունը շահի Ժողովրդին էլ Տեսամոլ Կարապետյանի հետ կապված չկար այդ համակրանքը որպես բարերար Իհարկե տեսնում ենք այդ համակրանքը կա եւ ընդհանուր եւ հանրահավաքները ինչպես ասացի 3 առաջ օրը բազմամարդեր եւ Գիտեք ասում են գումարի դիմաց են գալիս այդքան մարդ գումարի դիմաց վերել են Գիտեք ինչ բոլոր ժամանակներում էլ ասել են գումարի դիմաց են գնում բոլոր ժամանակներում հիմա դա ցանկացածին էլ կարելի է ասենք փողոցով քայլողին վրան ցեղ գցել եւ այլն բան չանենք էլի այդքան չմանրանանք ու այդ գումարի դիմաց բոլորին ասում են գումարի դիմաց լավ 18 թվին էլ գումարի դիմաց չգիտեմ ինչի դիմաց էին ասում կամ դրանից առաջ ու հետո հասկացանք դրանք էլ է բաներ են էլի պայթած փուչիկներ են մարդը եթե կանգնում է իր երկրի իր հայրենիքի համար պայքարում է, չեն հավատում։ Ազնվորեն, որ մարդը կարող է մտահոգվել, կարող է պայքարել իր երկրի, որպեսզի չկորցնի։ Ես ասում են շահ որն է, այ մարդ ես շահ չունեմ։ Ու շատերը զար որ շահ չունի ինչու է պայքարում։ Լսի իմ ամենամեծ շահն իմ երկիրն է։ Այսպեսի հարցեր խնդիրներ կան։ Հիմա ժողովուրդը անվերջ խաբվել է։ 2018 թվականին ի վերջո Հիմա կարողացան հանել համախմբել։ Ես հիշում եմ, էլի շատ բաներ վախվորած էին առաջի օրերին դուրս չէին գալիս, չէին հավատում եւ այլն։ Հիմա ինչ ուժեր, ինչ էր վերջին օրերին 18 թվականի ապրիլին կարողացան այդպես վերջում ապրիլ վերջում այդպես մեծ հանրահավաքներ։ Հիմա այս Ուզես լավ բան անել, վատ բան եղավ։ Հիմա այս ցախողումները ընդդիմության ազդել է ընդդիմությանը հիմա ժողովուրդն էլ մի տեսակ հիասթափված, ասում է ինչքան դուրս եմ եկել պայքարել եմ լավի հույսով, որպեսզի լավ լինի, վատն է եղել։ Հիմա նորից այս ժողովրդին ինչ ուժ պիտի լինի, որ համոզի, որ ժողովուրդը նորից կարողանա վստահել, դուրս գալ ասի, որ լավ է լինելու, որովհետև ոչ մեկս չգիտի էլի։ Եկան որևէ ուժ իշխանությունը փոխվեց, այն ասում աչքը տեսածից է վախանում։ Մենք չենք կարող էլ ավելի վատ լինի։ Ոչ ոք չի կարող երաշխիք տալ։ Ուղղակի 50-50 է այստեղ։ Իսկ ընտրություններով հարցը կլուծվի։ Դե հիմա մենք հուսանք, որ ընտրություններով էլի ընտրողների մեծամասնությունից է կախված։ Բնականաբար ցանկացած իշխանություն, գոնե Հայաստանում այդ վարչական ռեսուրսն ասում ինչ օգտագործում է եւ այլն։ Հիմա մենք գիտենք, որ ԿՊ-ի տեխնացիոն օրինակ Գյումրիում, եթե
չօգտագործվեր դա, այդ վարչական ռեսուրս չգիտեմ ինչ, այդքան ձայն չէր հավաքի։ Էլի այնուամենայնիվ այդքանից հետո կարողացան կոալիցիական դիմությունը կազմել եւ ընդդիմադիր հայացքներով քաղաքապետ ունենալ, ոչ իշխանական։ Հիմա այդ ամենով հանդերձ, եթե ինչպես Գյումրիում, ինչպես մյուստեղ կարողանան մեծամասնությունը ընդդիմության 2-3 ուժի ձայն տալ կոալիցիա կազմեն, կարող են։ Բայց մենք չգիտենք մինչև ընտրություններ դեռ 8 ամիս կա ինչ է լինելու, ներսում եւ դրսից ինչ է լինելու։ Մենք չգիտենք։ Պայքարը շատ շուտ է սկսվել, կարծես թե 7-8 ամիս կա, բայց արդեն կալանավորումներ, ձերբակալություններ, քրեական գործեր։ Դրսից էլ կարող են ճնշումներ լինել մեր ժողովրդի վրա, որ այ ռևանշիստներին թույլ չտակ գան իշխանության, դե ում չեն ուզում, ասում են ռևանշիստ, մենք թույլ չենք տա եւ այլն, սպառնան, վախեցնեն ուղղակի իմաստով։ Ներսից էլ Փաշինյանն ասում, ընտրություն եք կատարելու խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Հիմա ժողովրդին նաեւ այս վիճակին են դնում։ Մարդիկ են ամեն մեկը մի կերպ մտածում է, մի մտահոգություն, վախ ունի եւ այլն, այսինքն վախ ունի, որ ավելի մեծ ցնցումների չգնա, մի քաոսային վիճակի ասում եմ։ Այդ ամենով ուղղակի ամեն քաղաքացի պետք է ունենային ձիգ վստահությունը, ինքնավստահությունը, որ հասկանա ինչու է քվեարկում, ինչպես է քվեարկում։ Սա էլ պետք է լինի, այդպես հիմա մեզ պետք է առաջին հերթին ավելի ձիգ ու կայուն եւ կեցված եւ մտածելակերպ եւ հայացք, որի վերջո ստապ նայենք, հասկանանք մենք երկիր ենք կորցնում, իշխանությունը բաբանկ է գնալու, ամեն ինչ անելու է որպեսզի նորից ինքը վերարտադրվի, կամ է իր համար իշխանության համար այս ընտրությունները եւ առհասարակ ամեն գործողություն, որ երկրում կատարվում է, հենց դրանի ուղղված կամ Ուղղակի տեսնենք ինչ կլինի, ես չգիտեմ, որովհետեւ ամեն օր։ Բայց ամեն դեպքում ժողովրդի հակազդեցությունից Փաշինյանը չի վախենում, կարծում եք, եւ արդյոք այդ հակազդեցությունը չէր կարող ավելի մեծ լինել, քան կա։ Երեք հենց այդ է, էլի, ինքը տեսնում է հակազդեցությունն այսքանն է, այսքան իրեն չի վախեցնում։ Այսքան իր համար մտահոգ չէ։ Դե ասում է, այսպես ես էլ նորից խափելով ինքը Բայց միևնույն ժամանակ նա հասկանում է, որ առաջվա 600-ից ավել ձայն նա չի կարող ստանալ։ Հա, բայց նա շատ լավ հստակ տեսնում է եւ մենք բոլորս տեսնում ենք, շատ ճկուն է, որ կարող է 7-7.5 տարի այնուամենայնիվ մնալ իշխանության։ Հա, ֆրասնել, խաղացնել այդ ճկունությամբ դա, ինչպես ասում են, թույլտվեք այդ բառն օգտագործեմ, հատուկ փշակ է։ Ամեն մարդ չէր կարող։ Ինչպես ասում են գվարվեին միտեղ կնկնեին, բայց կարողանում են ամեն ինչ այդպես բերել ու արանքում նայում ես երկիրը կործանվում է։ Մենք տեսնում ենք ինչ։ Եվ իդեպ այս ներքին ցնցումները վտանգավոր են իսկապես նաև սահմանի լարվածություն լինելու դեպքում կամ օգտվեն առիթից։ Սահմանին Թե կարծում եք միջև ընտրությունները խաղաղություն կլինի։ Բոլոր պահանջները կատարում է, ինչ իմաստ ունի սահմանին լարվածություն։ Ինչի համար սյոնիկներ ուզում վերցնում է, միջանցքներ ուզում վերցնում է, եւ այլն ինչ ուզում վերցնում է, վերադարձ լինել վերցնում է։ Ես միտեղ կարդացի, որ նրանց բանը կոպի էին արել, երկչույններից մեկ Ադրբեջան ժողովրդական երկչույն, ասում է, որ հրավիրում եմ գնալու եմ Երևանում համերգ տամ եւ այլն Ղարաբաղ Դե մշակութային կապերի ամրապնդման մասին եւս։ Ահա, դա էլ այո, մշակութային կապեր, խաղաղություն եւ այլն, ամեն ինչ, ամեն ստորացման, նվաստացման եւ կա խոսք, ասում է թրիտակով անցկացնել։ Հիմա Ալիևը պնդում է, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ասում է, ես իրեն չեմ վստահում եւ պետք է ամբողջ հայ ժողովուրդը իմ թրիտակով անցնի։ Այսինքն գնա քվեարկի սահմանադրության այդ կետի փոփոխությանը։ Դա կոչվում է Ալիևի թրիտակով անցնել։ Ասում եմ ամբողջ հայ ժողովրդի քվեն է ինձ պետք, իր խոնարհում, իր ծնկումը, իր թրիտակով անցնելը, սա է անverջ նվաստացնել, ստորացնել, գիտեք ինչ, դու այնպես պիտի հաղթես, որ թշնամիտ իրեն
ստորացված չզգա էլի ու այնպես պիտի պարտվես որ թշնամիդ քեզ հարգի մենք ճիշտ հակառակն ենք եւ այն վիճակում ենք որ մեզ չի հարգում մեր թշնամին պարտված այս որտեվ պարտվածից ավելի պարտված ենք դառել եւ չի վարանում անverջ նվաստացնել ու ստորացնել մինչեւ վերջ ու ոչնչացնել նրանք ունեն իրենց ծրագիրի վերջը 100 տարուց ավելի էր այդ միջանցքի վերցնելը ծրագիր Ալիևը կարողացավ այսօր Ալիևը ամբողջ թուրքախոս աշխարհում ինքը թիվ 1 ֆիգուրա է իրեն խոնարհվում են ընդունում են ամենտեղ գնում է բոլորը հաղթած եւ թուրքական թրքախոս երկրները միավորած առաջնորդ է ինքը իր խոսքը բարձր հնչում եւ Էրդողանից եւ մյուսից այդ բան չանենք որ ինքը նայում Էրդողանի ձեռքը ճիշտ հակառակն է ինքը կարողացավ ամբողջ թուրքական պատմության մեջ բայց ամեն դեպքում Էրդողանն է սցենարներ գծողը բայց կարողացավ անել որովհետեւ դիմացը Նիկոլ Փաշինյանն է եւ ԿՊ խմբակցությունն է հա քանի որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ խմբակցությունն է Երևանն էլ կունենան Արևմտյան Ադրբեջան Երևան ի վերջո նրանց նպատակն է ոչ միայն մի եւս 2-3 կամ 5 գյուղ վերցնել այլ ամբողջը սա հա բերել բնակեցնել եւ այլ եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց դա անխուսափելի է դառնալու 1.5 մինչև 2 տարի այդպես արդեն մենք Օդի Արցախ երկուս է դառնալու Հայաստանը այդ թշնամին երբեք չի վարանելու երբեք չի կանգ առնելու որովհետեւ թղթիտակ դրած ստորագրությունը մենք տեսանք Գազայում էլի չէ Թրամփն էր ստորագրում Գազայում այնտեղ դեռ որպես բան երկու օր հետո ինչ կատարվեց ուղղակի դու քեզ պետք է կարողանաս չկորցնել մենք մեզ կորցրել ենք չենք կարողանում գտնել եւ բնականաբար պետք է տրորի եւ ոչնչացնի թշնամին իրեն տրված է լայն հնարավորություն որը բաց թողեց կարող է էլ չտրվի կամ շատ երկար չտրվի էլի հույս ունեմ որովհետեւ մեր թող որևէ մեկը չնեղանա մենք հաճախ ենք Նիկոլներ ծնում Սասանի կործանումից եւ այլնից այնտեղ էլ քաղաքեդոնական առաքելական ներկային սելջուկներին հրավիրել եկեք մեր երկիրը մեր քաղաքը նվաճեք որպեսզի շուտ կրոնական անհամաձայնության հետևանքեր այդպիսի ապուշ բաներ մենք ամբողջ պատմության ընթացքում արել ենք եւ բան չէ էլի չասենք Նիկոլն օդից ընկավ Նիկոլը մեզանից է ծնվել մենք հաճախ ենք Նիկոլներ ծնում մենք մեր ուժան արծրունի ենք ծնել եւ այլն այսպես գնում է եւ էլի ենք ծնելու ցավոք չգիտեմ այլ երկրների պատմության մեջ կամ չկա կամ հազվադեպ կարող է լինել նա մենք կպած այդպես մարդիկ ենք միշտ առաջ բերում պահում փայփայում ի վերջո աշխարհում ձևավորվել է եւ տարածվում է հայկական ամոթ ձևակերպումը այդ ամոթ Նիկոլին չուղված հայ ժողովրդին է ուղված մենք էլի հայ ինչ հայկական ամոթ հայերը այսինքն մեր այդ վարքը էլի եմ ասում ես լավ հասկանում եմ մարդկանց ես էլ բոլորի հետ բոլորի մեջ ապրում եմ բայց այս մեր վարքը աններելի էր անթույլատրելի էր այն օրը թուրք լրագրողի եմ լսում ցեղասպանությունն ընդունել եւ այլն այլ ասաց դժվար է գտնել համաշխարհային պատմության մեջ եւ քաղաքականության մեջ մի դեպք որ տարածքներ կորցրած պարտված ղեկավարին նորից վերընտրվեն բայց հայ ժողովուրդը վերընտրել է բոլորն են ասում գիտեն հենց իրենք ԿՊ-ականներն են ասում Նիկոլն էլ խիստ զարմացած էր որ վերընտրվեց սա եւ մեր ժողովրդի քաղաքականապես տգետ անհեռատես լինելը չգիտեմ ինչ կերպ մտածել է որ այս ինչ է անում
Դուք հո երկիրը ուր ես տալիս։ Չէ որ ընտրելով դա հիմա շատերը ոչ չեն հասկանում։ Չեն մեր Դեք մեզ համար մի քիչ շուտ է ժողովրդավարությունը։ Մեզ համար մի քիչ շուտ է ընտրություններ եւ այլն, որտեղ մեր հասարակության գերակշիռ մասը պատրաստ չի։ Իրենք շատ լավ հողմշակող են, շատ լավ անասուն պահող են, ստեղծող բան մարդիկ են, նայում ես շատ լավ բարի մարդիկ, ինչ որտեղ խեղճ ու կրակ բան, բայց այդ մարդիկ չունեն այն քաղաքակրթական մակարդակը, որ կարողանան հատկապես երկրի ճակատագրական պահերին ընտրել առաջնորդ եւ երկիրը փրկել։ Տանում են այս մարդկանց լուծում են ընտրատարածքներ, դրանք էլ խնդրեմ ընտրության արդյունքը։ Խորհրդային միությունը շատ լավ գիտեր, ասում էր դուք ձեր գործ արեք, ձեր խոտը հնձեք, ձեր կովը պահեք, ձեր եւ այլն, ամեն մեկը մյուսը մտավորական չգիտեմ ինչը, ես կորոշեմ երկրի քաղաքականությունը։ Ես կբերեմ կդնեմ ձեր երկրի ղեկավարին եւ այլն, այնպիսի մարդիկ, որ երկիր չեն այնուամենայնիվ կորցնի։ Սա է մեզ համար մենք այդ բանին չենք ասել, ոչ եկեք չնեղանանք։ Ես չգիտեմ էլի մենք վաղը նորից այդքանից հետո կարողանանք ողջամիտ ընտրություն կատարել։ Եկեք Գյումրիի կամ վաղը բանում սպասվողին էլ չխաբվենք։ Վաղարշաբաթում կարող է այնտեղ այդպես լինի, բայց երկրի արդեն ընդհանուր այլ պատկեր լինի։ Ես էլի ուղղակի ես վստահ չեմ, որ ստապ մարդիկ կտեսնեն, որտեղ շատերն էլ գլուխները կախիրած գործին բանը չեն էլ գիտակցում, չեն հասկանում ինչ է կատարվում, կամ ոչ չեն լսում, չեն ուզում։ Սա է ես աղոտ հույս ունեմ, բայց ցավալիորեն մի այսպիսի բանով ավարտեմ խոսքս, առակով ասում եմ տերտերին համոտենում են, դա հնում, տերտերը գիտի, զատիկը երբ է, գարնան համբարձման։ Համոտենում են, ասում են, տերտեր զատիկը երբ է, ասում է, ես գրպանից լոբի, կա ես գրպանում, հանում կցում եմ ես գրպանս։ Հենց ես գրպանից լոբին վերջացավ, լսվեց ես գրպանը, ուրեմն հետորը զատիկը կգա։ Այդպես բան մեկը նայում ասում է, ես տերտերի գրպանի լոբուն եմ նայում, զատիկ նստարի չի գա։ Հիմա ես այսպես մեր ժողովրդին եմ որ նայում, դժվար թե չգիտեմ, մեծ հույսեր չեմ կապում, որտեղ ցավալիորեն այդ մենք չպետք է այդպես ընտրություն ու այդպես կեցված կունենայինք 2021 թվականի հունիսին, չպետք է ուղղակի ունենայինք։ Եվ այսօր էլ նայելով ես, չգիտեմ, հույսս շատ փոքր է, շատ նվաստ է։ Եվ ելի եմ մեկ նախադասություն էլ կրկնեմ, այնուամենայնիվ իշխանություն բան փոխվելուց հետո մենք այնպես է ողնաշարը ողնուղեղով ջարդված ու ցրված, որ շատ դժվար է լինելու առաջիկան։ Ինչքան ժամանակ է պետք, ինչ է, որովհետև անդառնալի կորուստներ եւ այլն, գոնե ուղղակի ասում ենք վերջնական չկորցնենք, ինչը վերջ չկորցնենք, կարողանանք կանգ ունենալ եւ զարգանալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի բանաստեղծ Հուսիկ Արայի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։